Ողջույն Շիրակ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Մինչև բուն խոսքիս անցնելը քիչ առաջ մի դեպք եղավ, որի մասին Գյումրիում ենք պետքա պատմեմ։ Մեր Գյումրի ազատամարտիկներից մեկը Գյումրուն հարիր հումորով, սև հումորով, որը նաև իրականությանը շատ մոտ է, ազատամարտիկ ընկերներից է հիշեցնեմ, ասեց առավոտ, որ մտել էի խանութ, հաց առնելու անընդհատ մտքից մի բան էր գալի, որ հեսա դախլու տակից մի հատ դուս պրծուկ է դուս թռնելու, ասի ծո պատերազմի վաղթ, ես խիչ ես զոհվե, ես ինչ ես սաղ, էդ քեզ փող որտեղից այդ թալանչի, որ հաց ես առնում։ Ժորժ ջան, ես դառ իրականություն է, ու ես խոսքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մասին է։ Այսօր ռուպրը ձեռքին ընկել է Երևանում փողոցներում ես քանի օրն էլ ստեղ է գալու, զգուշ կլնեք, շարից փորձանքից հեռու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեսնում է, հարձակում է վրները, ասում է, այս ինչ է, դուք սաղ մնացե, չեմ կարած ես կանից սպանել պրսնել, այս է իրականությունը։ Ժորժ ջան, անդրադառնամ սրա մի քանի այս օրերի հայտարարած ստերին։ Սուտ առաջին, ասում է, եթե ես ընտրվեմ կլինի խաղաղություն, եթե ես չլինեմ, տեղի ունենա իշխանափոխություն, լինելու է պատերազմ, ժոր դա սուտ է, եթե ինքը մնա լինելու է պատերազմ ու երաշխավորված պարտություն։ Հաջորդ սուտը, առավոտից իրիկուն տարածում են, որ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, իշխանության կան այլ ուժեր, բոլոր քաղծառայողներին աշխատանքից հեռացնելու են։ Սուտ է դա, նման բան չի լինելու, դա վերաբերում է բացառապես ՔՊ-ի վերնախավին ու ոչ միայն հեռացվելու են, այլ դատվելու են իրենց հանցագործությունների համար։ Երրորդը, ասում է, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, այլևս ժողովրդավարություն չի լինելու, լինելու է բռնություն։ Սուտ է ասում, ինքը ժողովրդավարության հետ կապ չունի, ինքը ժողովրդավարության թշնամին է, ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից գողացել է նաև ընտրելու և ընտրվելու իրավունքը։ Դրա վառ ապացույցը նաև այսօրվա ձեր քաղաքապետն է, որը գտնվում է անազատության մեջ, և Շիրակի թեմի առաջնորդը, որը գտնվում է կալանքի տակ։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Հաջորդը, ասում է, եթե իշխանափոխություն լինի, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը նվազելու են։ Սուտ է ասում, իշխանափոխությունից հետո պայմանագրային զինծառայողները շատ ավելի բարձր են վարձատրվելու իբրև հայրենիքի պաշտպաններ։ Հաջորդը, ասում է, որ ես ձեզ տանում եմ Եվրոպա, եթե իշխանափոխություն եղավ, դուք այլևս Եվրոպա չեք գնալու։ Սուտ է ասում ժողովուրդ, ինք ուզում է ձեզ տանի Թուրքիա, մենք դրա դիմացը առնելու ենք, իսկ Եվրոպայի հետ ունենալու ենք կայուն և զարգացող հարաբերություններ։ Եվ վերջինը, այդ որ ասում է, ես հավատացյալ եմ, քրիստոնյա եմ, սուտ է ասում։ Քրիստոնյա հավատացյալ մարդը չէր կարող այդ կարգի պայքարեր հայ ժողովրդի դեմ։ Հաճախից թվում է, որ Հեյդար Ալիևը երկու որդի է ունեցել։ Ալիևը և Նիկոլը, ովքեր համատեղ միասնական ուժերով պայքարում են Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ։ Ժորժ ջան, երկար կարելի է սրանց ստերի մասին խոսալ, սրանց բերած չարիքների մասին խոսել, բայց այս ամեն ինչը պետք է կտրենք, մեկ անգամ ևս դիմում ենք ձեզ, մեշք-մեշքի կանգնենք, թև-թևի տանք, իրար կողքի կանգնենք, միասնաբար, թասիբով, ոնց որ այս քաղաքում ՔՊ-ի քոկը կտրել եք, հիմա ուզում եմ բազմանան, վերջնականապես կտրենք այդ չարիքը և երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։ Համաձայն եք, կարող ենք, միասին, ձեր ցավը տանեմ, լավ ալնելու։